Այսօր մեզ է միացել քաղաքական գիտությունների թեկնածու, իրավաբան Լիլիթ Տալակյանը, ինչ-որ բան բաց թողեցի, բարև ձեզ։ Ոչ, բավական։ Լավ, քիչ առաջ Մոսկվայի հետ քննարկելիս Թուրքիայի հարցը հետաքրքիր տարբերակ հնչեց, որ դա ամբողջը տեղի է ունենում Էրդողանի սցենարով։ Դա թողնենք մի կողմ։ Ինձ հետաքրքրում է ներքին իրավիճակին Թուրքիայի Ադրբեջանը չարձագանքել է, տեսնես ինչու։ Բլոգերների մակարդակով արձագանքում են եւ պարզ է, որ կողմ են Էրդողանի Ալիևի լրատվամիջոցների մասին է խոսքը։ Դեռ երևի սպասում են, թե ինչ տեղի կունենա։ Մի բան ակնհայտ է, տեսեք։ Կգնի Էրդողանը, սպասում են, հա։ Տենց բան կարող։ Տեսեք, 16 թվականին էլ բոլորը ասում էին, որ Էրդողանի վերջը եկել է, բայց մենք հիշում ենք, որ Ռուսաստանի ղեկավարը ըստ էության, հիշում եք, ուղղաթիռով կարողացավ նրան փրկել։ Բոլորը արդեն կարծում էին, որ ավարտվել է Էրդողանը։ Իհարկե հիմա մի փոքր այլ իրավիճակ է, այն ժամանակ Էրդողանը չէր պարտվել բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ հնարավոր է, այն ժամանակ ինֆլյացիան 60% պաշտոնապես չէր կազմում, եւ այն ժամանակ ռուս-ուկրաինական Հիմա սարսափելի է եւ ինֆլյացիան։ Հիմա փոփոխություն է։ Գիտեք, հետաքրքիրը որն է։ Էրդողանը ինքը իբրև թե քրդերի հետ գնում է հարաբերությունների կարգավորման, բայց Իմամօղլուին մեղադրում է քրդերի հետ ինչ որ համագործակցության մեջ։ Եվ սա կարևոր է Հայաստանի տեսնում։ Իմամօղլու արմատը քրդական է թե հրեական, հունական։ Ոմանք ասում են Պոնտոսի հույներից է, ոմանք ասում են քրդական է։ Գիտեք, որն է այստեղ կարևոր նաև Հայաստանի տեսանկյունից, ինքը համագործակցել է Իմամօղլուն դեմ կուսակցության հետ պրոքրդական, որը ամեն ապրիլի 24-ին ոգեկոչում է հայ ժողովրդի զոհերի հիշատակը եւ ասում է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտից պիտի կախված չլինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Իհարկե ճիշտ է ասում, միշտ կախված է իսկապես։ Միշտ կախված է եղել։ Հետաքրքիր է, որ Աբդուլլա Գյուլը, որը այստեղ էր եկել Հայաստան, ինչպես նաև Դավութօղլու, որոնք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության արմատներում են կանգնած, նրանք էլ են քննադատում Էրդողանին։ Այսինքն պարզ է, բոլորը թուրքեր են, բոլորը կապ չունի արմատով որտեղից են, պաշտպանելու են Թուրքիայի շահերը եւ Ադրբեջանի դաշնակիցն են, բայց չտեսնել տարբերություն Էրդողանի մուսուլման եղբայրների իդեոլոգիայի միջև, որոնք ուրեմն ծայրահեղականների հետ կոալիցիայի մեջ են, եւ չտեսնել այստեղ տարբերություն ակնհայտ է։ Համենայն դեպս Էրդողանը իր թուլությունն է ցույց տալիս, այսինքն նա վստահ չի իր վրա, մի կողմ որ հակասահմանադրական է գնալ իր համար նոր ընտրությունների, կարող է արտահայտությունների գնա, ասելով որ դա երրորդ ժամկետ չի, հիմա այդ սցենարն են մշակում, բայց 15 միլիոն ձայն է երեք ստացել Իմամօղլին պրայմերիզներով, դա 1/4-ն է ընտրության իրավունք ունեցողների, ընդ որում 2 միլիոնն է ընդհանրապես այս կուսակցության անդամ։ Սա արդեն Էրդողանի համար բախտ է։ Լավ, բայց Էրդողանի նման փորձառու մարդը այդպիսի կրակի հետ խաղ չէր անի, չէ՞ մյուս կողմից։ Գիտեք, այսպիսի թեորիա կա, որ մարդիկ, որոնք շատ երկար են մնում իշխանության մեջ, 20 տարուց ավել է Էրդողանը եւ տարիքն էլ իր դերը ունենում է 20 ինչ է 30 ավել արդեն, այսինքն նրանք արդեն կորցնում են իրենց բդիտելնես կներեք գոնությունը կորցնում են եւ ես տեսնում եմ նրա ելույթը էմոցիոնալ, չէ, աչքերը այսպես վառվող, դա լիդերի վստահ լիդերի նման չի։ Օ Մարկարայի անցակետով հայկական հումանիտար օգնություն է գնացել Սիրիա, Թուրքիան այդ պատվին բացեց սահմանը եւ երկու կողմերն էլ դրական արձագանքեցին այդ ակցիային, անգամ միջազգային արձագանքներ եղան այդպեսին, բացի Ադրբեջանից։ Ադրբեջանի խանդը հիստերիայի է մոտ։ Ունի բացատրություն։ Այո, որովհետեւ Ինչին է խանդում։ Որովհետև Ադրբեջանը ճակերտավոր հաղթել է Հայաստանին շնորհիվ իր 3 գլխավոր դաշնակիցների, առաջինը Ռուսաստանի, Թուրքիայի, առաջինը Ռուսաստանի, ինչու որովհետև հաղթել է ինչ որ ուզում էր ստացել է, մի բան էլ ավել է ստացել։ Իսկ ով ասեց, որ այդ ստացածը ընդունվել է աշխարհի կողմից։ Եթե ընդունվել է, Մինսկի խմբի մասին ինչու են ամեն օր խոսում։ Հաղթած ղեկավարը ըստ փակի։ Ուզում հետքերը մաքրի, բաց չէ ինչ։ Այսինքն այդ հետքերը կարող է ինչ որ մի օր միտեղ բերեն, չէ՞։ Բանաձևեր են ընդունվում աշխարհում, դա հենց այնպես չի։ Բացի այդ, մենակ Ղարաբաղով չի ուզում սահմանափակվի, չէ՞։ Հիմա էլ Արևմտյան Ադրբեջանն եւ Հայաստանն է ուզում վերցնել, այսինքն նրան պետք է դաշնակիցներ այդ հարցում եւ ցանկացած փոքր հարաբերությունների կարգավորում, այս անցակետի բացում դա հարաբերության կարգավորում չի, խանդ է առաջացնում, իսկ եթե իշխանություն փոխվի, որը պրոեվրոպական ուղղվածություն ունի, դա այո, դա ոչ միայն խանդ կառաջացնի, այլև մեծ խնդիրներ։ Հատկապես ներողություն, որ մյուս երկու դաշնակիցներն էլ են հիմա խնդիրների մեջ, մեկը Ուկրաինա, մյուսը Սիրիայում եւ Գազայում, այնպես որ նա այստեղ միայնակ է մնացել այս հարցում այս պահին։ Ինչով օգնենք այդ միայնակությանը։
Դե ինքը պիտի իրեն օգնի, տեսեք, կարող է Չէ, իմ օգնելը ունի Ես իհարկե հասկանում եմ, քանի որ խնդիրը այսպեսին է, նա պիտի հասկանա, որ անընդհատ պատերազմով չի կարող հասնել իր նպատակներին։ Հարցը այստեղ միայն Հայաստանը չի։ Հայաստանն իր հիմնական ֆունդամենտն է։ Միանշանակ, եթե ինքը ճշտամու կերպարը կորցնի դեմս Հայաստանի, ինչի վրա է նստելու։ Այստեղ է հենց գալիս կազուսը, որ կամ պիտի ինտերես այդ հաղթող ղեկավարի կերպարը եւ երկիրը չզարգացնես, ինչպես իր դաշնակիցներն են անում, կամ պիտի գնաս խաղաղության եւ այդտեղ այո ինքը իշխանության խնդիր է արդեն ունենում, բայց ակնհայտ է, որ եթե նա կարողանար հարձակվել Հայաստանի վրա, այս փաստաթղթերը իրեն չէին խանգարի, ոչ հիմա բանակցությունները հայ-ադրբեջանական, ոչ սպասվող կնքվելիք, չգիտեմ որքանով կկնքվի խաղաղության պայմանագիրը, այսինքն որոշ միջազգային գործոններ կան, որ իրեն դեռ զսպում են, դեռ։ Մեկը Վաշինգտոնյան գործոն։ Վաշինգտոնյան գործոնը այն առումով, որ նոր կոնֆլիկտներ պետք չեն Վաշինգտոնին, փորձում են Իսրայելում չստացվեց, Ուկրաինայում չի ստացվում, մի հատ էլ Կովկասում Տրամպը արդեն այստեղ կներեք խայտարակության տեսանկյունից ոչ միտեղ չի կարողանում դիլ գնալ, ինչպես ինքը ասում է, գործարքի գնալ, եւ այստեղ այդ զանգը այո զսպիչ գործոն է։ Ալիևի մանավանդ դեռ պարզ չի ռուս-ուկրաինական ռազմաճակատում Պուտինի իրավիճակը ինչպիսին կլինի, եւ այստեղ գնալ ավանտյուրայի առանց ունենալու ուժեղ Ռուսաստան դուրս եկած այդ կոնֆլիկտից դա էլ է հարցական, այսպես։ Ադրբեջանին որն է նպաստավոր։ Նպաստավորը, որ Ռուսաստանը նորից կարողանա թեքվել հարավային Կովկաս։ Եվ ստանան այն 9-րդ կետը, ինչի մասին իրենք անընդհատ խոսում են եւ այստեղի որոշ շրջանակներ։ Որտեղ ունեն Ռուսաստանի անվերապահ աջակցությունը, կարծում եք։ Այս Հայաստանի շրջանակները 9-րդ կետի մասով հատկապես։ Ոչ միայն ոչ թե աջակցությունն են, իրենք սնվում են այդտեղից, այդ նարատիվներով, դրա համար են նետվել քաղաքական դաշտ, աջակցության խնդիրը չի, հատուկ ունեն խնդիր։ Բայրամովը ասում է, չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են, սակայն դրա ստորագրման համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանը։ Մկան խաղը կատվի խաղը սահմանադրություն, հա, ինչ ասեցի, սահմանադրություն, հա։ Կատվի խաղը մկան մահ է, այդպեսի ասացված կա, չէ՞, հայրան։ Հիմա սահմանադրության պոշտան բռնել է։ Հաջորդը որն է լինել։ Հաջորդը Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ հարաբերությունները կարգավորեք, ռազմական կոնտրիբուցիա, շատ կա, Արարատը հանեք, ցեղասպանություն մի խոսեք, կապ չունի Թուրքիան նույնիսկ դա կասի թե ոչ, պատճառներ են պետք, բայց մենք միշտ նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանի շատ հեղեղուկ ասած Ադրբեջանը ինքը պիտի փոխի իր անկախության հռչակագիրը։ Մեր անկախության հռչակագրի հետ է խնդիրը, իրանց 1998 թվականի անկախության հռչակագիրը 60%, ինչպես ասաց Փաշինյանը, մեր երկրի համարում է Արևմտյան Ադրբեջան, ել չասած Վրաստանի եւ Իրանի որոշ տարածքներ։ Եթե մենք դուք վախեր ունեք, մենք էլ ունենք։ Հայելային պիտի լինի պահանջները։ Այսինքն սա մի տևական խաղ է, որը առայժմ վերջ չունի։ Քանի դեռ աշխարհը այսպիսի տուրբուլենտ վիճակում է։ Հատկապես Ռուսաստանը եւ Թուրքիան, որոնք կարող են կներեք հակասություններ ունենալ Ուկրաինայում։ Բա ինչով է պայմանավորված այդ ոգևորությունը, հատկապես հիմնական խաղացողների, այնինչ հայտարարեցին Բաքուն եւ Երևանը բանակցությունների ավարտի մասին եւ բոլոր կետերի համաձայնեցնելու, չէ՞։ Դրան հետևեց դեռ մինչև այսօր էլ Հռոմի Պապն է ոգևորվել այդ ուղղությամբ։ Ես հույս եմ հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում էր, որ Ադրբեջանը չի ստորագրելու եւ սա դիվանագիտական խաղ էր հայկական կողմից, ոչ թե իրոք Հայաստանը պատրաստ էր ուղղակի համաձայնել։ Այո։ Երևի մտածելով որ չեն բանանի։ Այո, որպեսզի ոչ կոնստրուկտիվ երևա Ադրբեջանը, որտեղ այսօր մենք Տրամպի խնդիր ունենք, Տրամպը այդքան խորացած չի կոնֆլիկտների մեջ ով է մեղավոր, տեսնում եք նա այսպես դիլերի գործարքների ցանկանում ուղակի գնալ, ցույց տալ, որ մենք համաձայն ենք նույնիսկ այն կետին, որը հաջորդը դեմ է, որին որը քրիտիկական է մեզ համար, բայց Ադրբեջանը համաձայն չի եւ ի ապացույց դրա այսօր ԱԳՆ փոխնախարարը, որ ասաց մենք պետք է խոսենք դիտորդների ներկայությունը փոխելու մասին, ոչ թե նրանց հանելու, սա ցույց է տալիս, որ այս նպատակը կար եւ փաստորեն ստացվեց եւ այս ողջույնները կարծես դրանք էլ են զսպող գործոն հանդիսանում, որ ահա այո մենք տեսնում ենք խաղաղություն, չնայած Ադրբեջանը ընդհանրապես ասում է, որ մենք խախտում ենք հրադադարը, բայց աշխարհում որևէ երկիր դա չի մեկնաբանել, բացի Ռուսաստանից։ Ռուսաստանը երկու կողմերին կոչ արեց չգնալ լարվածության, շատ օրինակ բան է, այսինքն իրենք ունեն, չէ՞, բանն ասական։ Այնպիսի կոչ էր, որը չէր հասկացվում, ում է կոչ անում։
Բայց իրենք բոլոր հետախուզական տվյալները ունեն, չէ՞, գիտեն, արդյոք կրակ եղել է, թե ոչ։ Մենք գիտենք, որ չի եղել հայկական կողմից։ Այդ ինչ արտահայտություն է։ Տրամաբանություն չկա, որ հայկական կողմը կրակի այն պահին, երբ համաձայնություն է ձեռք բերվում։ Այսինքն այս երկուսը, նույնիսկ արդեն Թուրքիային դնենք մի կողմ, ասում են, որ կոնֆլիկտային վիճակ է, ի տարբերություն Եվրոդիտորդների, որ ասում են որևէ կոնֆլիկտային վիճակ չկա։ Տարասով ասում էր կգան Մոսկվա երկուսն էլ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները եւ մի տեսակ վստահ էր ասում, չգիտեմ ինչ կարող է։ Գիտեք, կարծում եմ դա ինչ է տեղանք է, որ Ես ուզում եմ մի քիչ ուրիշ տեսանկյունից նայել։ Խաղը կարող է այդ աստիճանի լրջանալ եւ փոխել, դեֆորմացվել, հա, այնինչ եղել է միջեր։ Ես դա միանշանակ կապում եմ ռուս-ուկրաինական ռազմաճակատում իրավիճակի հետ։ Եթե Ռուսաստանը սառեցնի այնտեղ իրավիճակը իրենց երրորդու ճանապարհով, ինչը ես այդքան հավանական չեմ համարում, որովհետև խաղացողները շատանում են այնտեղ հանձինս Իրանի եւ Չինաստանի, եթե թեքվի հարավային Կովկաս, այո։ Բացի այդ, պարոն Տարասովին շեղում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես զանգահարեց Պուտինին եւ խոստացավ մայիսին այնտեղ գնալ, չնայած 2 ամիս դեռ կա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մտածում է գուցե իրոք ինչ որ պահի Ռուսաստանը կարողանա վերադառնալ, մենք մեր կապերը պահենք։ Եվ այսպիսի քաղ տեխնոլոգներն ասում են, որ այո, նրանք գնալու են նորից Ռուսաստան։ Մի խոսքով Ադրբեջանը կվիժեցնի պայմանագիրը։ Դե չի սրի այդ աստիճան, որովհետև այն տեղեկատվական շանտաժը, որ հիմա կիրառում են, հա, պետք է նաև հասկանալ, բացի Հայաստանից ում է հասցեագրված այն։ Տեսեք, Ռուսաստանը եւ Ադրբեջանը նույն սցենարով են գործում, ինչպես Ռուսաստանը Ուկրաինայում է վիժեցնում, ժամանակ է, չէ՞, ցկում, նույնը անում է Ադրբեջանը, տակտիկան նման է։ Մի տարբերակ կա, որ Ադրբեջանը ստորագրի, չնայած ժամանակ ձգել այդ կորուստների գնով ամենօրյա։ Ռուսաստանը, բայց Վլադիմիր Պուտինի համար ինչ կապ ունի, Ուկրաինան չի կորցնում։ Ինչ կապ ունի, ինչ կորուստներ ունի, դա Զելենսկու բառերն են։ Այսպես խնդիրը որն է, Ադրբեջանը ցանկանում է ժամանակ ձգել եւ մի բան կստիպի, որ նա ստորագրի, դա իրոք լուրջ ճնշումներն են իր վրա եւ դա Եվրոպան չի։ Միացյալ Նահանգների կողմից, որտեղ Եվրոպան այսօր Ադրբեջանին որպես տարանցիկ գազի երկիր է նաև համարում, ճիշտ է ասում է կոնստրուկտիվ եղի, բայց կախված է ինչ որ առումով Ադրբեջանից եկող էներգակիրներից, հատկապես հարավային մասը։ ԱՄՆ-ն այդպիսի խնդիր չունի, եթե ԱՄՆ-ն ցանկանա առանց որևէ ռազմական միջամտության դա ծիծաղելի է, զորք պետք չէ այստեղ բերել ամերիկյան, միանշանակ կսթափեցնի Ալիևին։ Դե շատ կարևոր պաշտոնյա Թրամփի ազգային անվտանգության հարցով գլխավոր խորհրդականը ասել է վերադարձրու գերիներին եւ ստորագրի։ Դա ինչ տրամաչափի, այսպես ասած, հորդոր է կամ քաղաքական քայլ։ Գիտեք խնդիրը որն է, Ռուսաստանը եւ Ալիևը այդպիսի ավտորիտար երկրները դեռ լուրջ չեն ընդունում ճակերտավոր այդ խոսքերը, որովհետեւ իրենք տեսնում են, որ Թրամփն ասում է Ռուսաստան համաձայնվի հրադադարին, ոչ մի հրադադար չկա, ավելի են ուժեղացել ռազմական գործողությունները, բայց որևէ քայլ չեն անում։ Դե երևի Սև ծովում կհամաձայնեցնեն այսօր իրենց։ Չեմ կարծում, նույնիսկ եթե համաձայնեցնեն Ռուսաստանը խախտելու է, ասի Ուկրաինան է խախտել, ես այդպես եմ մտածում, հրադադարը, որովհետեւ Ռուսաստանի ձեռնտու չի Սև ծովում հրադադար, նրանք ուզում են Օդեսային նաև ստիպեն, որ Օդեսայի շուրջ շրջափակում տեղի ունենա, որ Մերզնեստր մուտք ունենան։ Հաջորդը Մոլդովան է։ Ես այդպես եմ կարծում։ Դրա համար Թուրքիան այսպես ակտիվացել է, նրանք էլ չեն ուզում, որ Սև ծովում Ռուսաստանը ուժեղանա։ Բայց խնդիրը սա է, Ալիևը դեռ սպասում է, շոշափում է, տեսնի այդ բառերը հիմք ունեն, թե ուղղակի կոչեին ազատիր, ինչպես Բայդենը ասեց։ Միանշանակ լծակներ ունի ԱՄՆ-ն, բայց կկիրառի թե ոչ, դա ոչ մեկ չգիտի այս բանը։ Մյուս կողմից էլ ասում են Վաշինգտոնին հիմա այդքան էլ չի հետաքրքրում այս տարածաշրջանը։ Ես դրանք լուրջ չեմ ընդունում այդ հայտարարությունները, ինչու որովհետև ես Տրամփով չեմ նայում Վաշինգտոնը, ԱՄՆ-ը խնդիր ունի չեզոքացնել Ռուսաստանի ազդեցության դիրքերը, հարավային Կովկասում նաև։ Ինչու Տիկին Զախարովայի հայտարարությունը, որ մենք անհանգստացած ենք, ապակայունացնող գործոն է, որ Գերմանիայից տեխնիկա եք բերում Հայաստան, այս դա ապացուցում է, որ Ամերիկան չի զիջել հարավային Կովկաս, եթե իրենք պայմանավորվել են, ել ինչ եք վախենում, ով է ապակայունացնող գործոն ԱՄՆ-ն, ուրեմն իրենք հասկանում են, որ Տրամփը ավելի մեծ խաղի մեջ է ներքաշում Ռուսաստանին եւ այդտեղ այնպես չի որ զիջում է Ռուսաստանին ինչ որ մի դիրք, ասում է դու մի կողմն ես, Փևերը, ես էլ մյուս։ Ես չեմ կարծում Տրամփը իրեն հավասար է համարում Ռուսաստանում։ Եվրամիության դիտորդների հարց դեռ արկախված է։ Մինսկի խմբի հարցը դեռ արկախված է։
Այսինքն սա շղթայի այն կետերն են, որին հասել են հիմա Հայաստանն ու Ադրբեջանը, չնայած հայտարարել են բանակցություններն ավարտված են եւ Բաքուն հիմա սպասում է Հայաստանի հաջորդիվ քայլերին, թե գնդակը Բաքվի դաշտում է։ Չէ, միանշանակ Բաքվի դաշտում, որտեղ Բաքուն չի արձագանքել Հայաստանի առաջարկներին եւ ստորագրելու։ Այո, Նիկոլ Փաշինյանը ամեն օր գրառում է կատարում, դա կարծես չի հետաքրում իրենց, այսինքն նպատակ կա, այսպես ասել, որ դուք հրադադարը խախտում եք, որևէ հիմք չցուցադրելով, բայց Ռուսաստանի աջակցությունը իրենք այստեղ թիկունքում ունեն, որտեղ կրկնեմ այդ հայտարարությունը ինչ էր նշանակում։ Այսօր Իրանի արտգործնախարարն է գալիս Երևան։ Իրանի հարցը մեզ պետք է հետաքրքրի բոլոր առումներով։ Միանշանակ Իրանի շուրջ օղակը սեղմվում է ու ԻՏԿՖ-ը հիշում եք ասաց, որ հնարավոր է ռազմական գործողություններ լինեն Իրանի ուղղությամբ։ Իհարկե շատ են ասել, բայց խնդիրը որն է, Իրանը զրկվել է իր բոլոր պրոքսի գործիքներից։ Դա հուսիտներն են, Հեզբոլլահը, Համասը, ըստ էության նրանք ջախջախված են։ Որոշ առումով դեռ կան, բայց մեծամասամբ թուլացել են։ Եվ Իսրայելի ձեռքերը ազատ են։ Եթե Իսրայելը հարվածի ԱՄՆ-ի օգնությամբ Իրանի միջուկային օբյեկտներին, մենք գիտենք, որ Իրանում ժողովուրդը չի վստահում այաթոլլային, շատ ցածր հեղինակություն ունի, ի տարբերություն ռեֆորմիստ Փեզեշքյանի։ Եվ հիշում ենք, որ վերջերս խորհրդանում այսպես պոլեմիկա տեղի ունեցավ, ռեֆորմիստները կողմնակից էին։ Այո, Զարիֆը հենց, որոնք կողմնակից են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կոնստրուկտիվացման, արևմուտքի, միջուկային գործարքի գնան։ Այաթոլլան ասում է, մենք որևէ բան չունենք բանակցելու ըստ էության։ Այսինքն Իրանը պիտի հասկանա, որ Ռուսաստանն էլ իրենց հետ բան ստորագրեց, բայց դա նույն թուղթն է, ինչ որ Հայաստանի հետ։ Պարզ է, չէ՞ որ Ռուսաստանը չի գնալու Իրանի համար կռվի Իսրայելի կամ ԱՄՆ-ի դեմ, եթե մի բան էլ չօգնի այս իրավիճակում։ Այսինքն Իրանի վերնախավում պիտի հասկանան, որ կամ լինեն կոնստրուկտիվ փորձեն հարաբերություններ կարգավորել, դա կապիտուլյացիա չի նշանակում, կամ էլ օղակը կսեղմվի եւ իրենք միայնակ են մնալու։ Ինչպես կպայի իրեն Ադրբեջանը այդ։ Եթե Ադրբեջանը հասկանա, որ Իրանի վերնախավում հաղթում է ծայրահեղականների տեսակետը եւ բացեն Իսրայելի ձեռքերը ԱՄՆ-ում, Ռուսաստանն էլ չխառնվի, բարձր Ադրբեջանը կցանկանա իր ծառայությունները այդտեղ մատուցել։ Իսրայելի, բայց դե հարվածը Ադրբեջանի վրա կլինի թե ոչ, հələ չգիտենք Իրանի հետ ինչ կլինի, բայց որ Ադրբեջանը ինքը փոքր երկիր է, այնտեղ կարող են մեծ փոքրամասնությունների միջոցով խնդիրներ ստեղծել լեզգիների, թալիշների, նույն Իրանը կարող է դա անել, այսինքն այստեղ հարց է Ադրբեջանը ինչ իրավիճակում դուրս կգա։ Լավ, շատ հեղեղուկ է վիճակը, բայց Բաքվի եւ Անկարայի հարաբերությունը դրանից չեն տուժի։ Ոչ լավ, ոչ վատ երևի իմաստով։ Տուժելը այսպես է, եթե լինեն ռեֆորմիստ ուժեր։ Եվ մի քիչ իմ հավատը գոնե չի գալիս, որ Անկարան պատանդ է Բաքվի ձեռքին, էլի իր հարաբերությունները Հայաստանի հետ կամ արևմուտքի հորդորով Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու համար։ Արևմուտքը Թուրքիային ճնշում է, որ Հայաստանի հարաբերություններ կարգավորեն, հատկապես սահմանի բացման հետ կապված, բայց Էրդողանի ձեռնտու չի դա, նա գցում է կներեք Ալիևի վրա, ասում է դե մենք Ալիևի հետ մտերիմ ենք։ Այսինքն եթե Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը փոխվի, կան քեմալականները, որոնք Հայաստանի հետ կոնստրուկտիվ հարաբերությունների կողմնակից են, շեշտում եմ լինելով Ադրբեջանի դաշնակից, այստեղ ոչ մեկ չի ասում, որ մեր դաշնակիցն են դառնալու, բայց չտեսնել տարբերությունները քեմալականների իշխանության եւ Էրդողանի այստեղ շատ կարևոր է դա տեսնել եւ հատկապես տեսնել Նետանյահուի դեմ լուրջ ներքաղաքական ցնցումներ են, սա էլ է կարևոր, այսինքն այսօր Ալիևի 2, կարելի ասել 3 հովանավորները լուրջ խնդիրներ ունեն, դրա համար նա նյարդայնանում է։ Դե Հայաստանում այս բանին գոնե կդժվարանան ասել, եթե Բաքվի լռությունը դառնա տևական լռություն, ինչ հաջորդ քայլը ինչպիսին պետք է լինի Երևանի։ Բացի այն, որ եկեք ստորագրենք, հա, դա ասեցինք մի քանի անգամ։ Դիվանագիտական առումով պետք է դա պահել, բայց մենք մեր աշխատանքը պիտի կատարենք։ Եթե մեր հույսը այն է, որ Ադրբեջանը թուղթը կստորագրի եւ խաղաղությունը կտիրի, դա այդպես չի լինելու։ Շատ թղթեր է ստորագրել Ադրբեջանը եւ դենն էլ, ինչպես Ռուսաստանը։ Մենք պիտի ինքնաբավ լինենք ռազմական առումով, դրոնների եւ այլն, ինչպես անում է Ուկրաինան, 60%-ն ինքն է արտադրում զենքերի։ Տնենանք տնտեսություն, որտեղ տնտեսությունն է պատերազմի ժամանակ կարևոր գործուն եւ ներքին է սև սպիտակը վերջացնենք, որովհետեւ պարակված հասարակությունը չի կարող պայքարել։ Դա ավելի բարդ կլինի, քան Բաքվի հետ պայմանագիր ստորագրելը։ Ես էլ եմ վստահ եւ դրա համար շատ ուժեր այստեղ պարակտում են դրսից մտցնում երկրի ներսում։
Բայց կներեք անդադ ասել, որ 5-րդ շարասյուն եւ ոչինչ չանել, ուրեմն իշխանությունն էլ է տանում այս ամեն ինչը կործանման։ Պետք է ավարտել այդ 5-րդ շարասյան թեմաները, եթե իրենք իրոք 5-րդ շարասյուն են, կամ էլ ներողություն խնդրեք այդ մարդկանցից եւ ավարտեք։ Այս կետից կշարունակենք հաջորդ անգամ։ Դա կվերաբերում է Անպայման ներքին քաղաքական խոհանոցին։ Շնորհակալություն, որ եկար Լիլիթ Տալաքյան, քաղաքական գիտությունների թեկնածու, իրավաբան։